Ողջույն սիրելի հայրենակիցներ, Հայք News լրատվականի եթերում ես շարունակում եմ հեռավար կապով իմ հարցազրույցները։ Այժմ հարցազրույցի եմ հրավիրել Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող թուրքագետ Վազգեն Պետրոսյանին։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Պետրոսյան, ինչպես միշտ ձեզ հետ շատ կարևոր հարցեր ենք քննարկելու, այսօր եւս նույն ուղղությամբ կշարունակենք մեր հարցազրույցները, այսպես ասած, որը կարծես թե շարքի է վերածվում եւ շատ կարևոր տեղեկատվություն ենք ձեր հետ քննարկում եւ լսում ենք ձեր վերլուծությունները։ Եվ ուրեմն հարցը սկսեմ հետեւյալով, որ այսօր առավոտյան հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել։ Ես ուզում շատ կարճ մեջ բերել հայտարարության հետևյալ հատվածը, նշված է այն արքեպիսկոպոսները եւ եպիսկոպոսները, որոնք ճկվեցին ապազգային իշխանությունների ճնշումների եւ սեփական մաշկը կոմպրոմատներից փրկելու վախի ներքո, կատարեցին հոգեվոր կապիտուլյացիա։ Սա դավաճանություն է։ Հիմա այս հատվածը ընթերցեցի եւ հիմա ուղղակի կարճ հիշեցնեմ նաեւ մեր հեռուստադիտողներին, որ օրեր առաջ 9 եպիսկոպոսներ հանդիպում ունեցան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հենց կառավարության շենքում եւ միաժամանակ հրապարակվեց իդեպ իշխանական թերթում հայկական ժամանակ թերթում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում հրապարակվեց նրանց կողմից ստորագրված մի հայտարարություն, որով այս եպիսկոպոսները պահանջում են ամենայն հայոց կաթողիկոսի Գարեգին II հրաժարականը եւ Արշակ Սրբազանի հրաժարականը, հեռացումը կամ կարգալույծ լինելը։ Ինչպես եք դուք գնահատում այս ամենը, ինչ է կատարվում մեր երկրում, Փաշինյանին հաջողվել է սղոսկել փաստորեն ներս եւ հասնել եպիսկոպոսներին, գտնել այդ անձանց եւ նրանց ձեռքով քանդել մեր եկեղեցին։ Լսում ենք ձեր վերլուծությունը, պարոն Պետրոսյան, խնդրեմ։ Նախ եւ առաջ արեք մի քանի բան հստակեցնենք։ Հայոց առաքելական Սուրբ Եկեղեցին ունի ավելի քան 1700 տարի պատմություն։ Եվ 1700 տարվա ընթացքին ինքը նույն չափ ենթարկվել է տարբեր խարդախությունների, հարձակումների, դավաճանությունների եւ կանգուն է մնացել, քանի որ իր հիմքում ինքած են հոգեվոր արժեքները եւ նրա արմատները շատ խոր են։ Իսկ Նիկոլը եւ այդ մնացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները, ովքեր իրար լավ են գտել, բոլորը անբարոյականների փունջ են, իրենք ոչ մի բան չեն կարող անել, ոչ մի բան։ Առավելագույնը այն է, որ մի երկու տերև թափեն, որոնք որ չորացած են այս ծառի վրա եւ պետք է թափվեն։ Մնացածը իրենք ի վիճակի չեն որևիցե մի գործողություն իրականացնելու։ Այս ամեն ինչի մեջ նաև պետք է Նիկոլին շնորհակալություն հայտնել, քանի որ ինքը լինելով դավաճան, փորձում է հանրապետության մեջ գոյություն ունեցող բոլոր գործակալական եւ դավաճանական ցանցը, ովքեր որ իր հետ աշխատել են տարիներ ի վեր, կամ ներդրված են եղել տարբեր երկրների կողմից տարբեր կառույցներում, այդ բոլորին հանում է ջրի երես եւ այս փրփուրը ջրի երես է գալիս եւ հիմա արդեն ավելի հեշտ է մաքրել բոլոր համակարգերը, այդ թվում նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածնում գոյություն ունեցող որոշ եպիսկոպոսներից եւ այլ հոգեվորականներից։ Այո։ Երրորդ հերթին ճանաչողական պատերազմի ընթացքում, որը վարվում է այսօր մեր երկրի դեմ եւ հայ ժողովրդի դեմ, կա մի տերմինոլոգիա, որը կոչվում է աղմուկի իրականացում։ Նիկոլը եւ իր թիմակիցները եւ արևմտյան պետությունները իրենք փորձում են մեծ աղմուկ ստեղծեն, մի գթալ ջրի մեջ փոթորիկ ստեղծեն եւ դրանով ժողովրդին զբաղեցնեն։ Եվ դրա համար այսպիսի իրավիճակ են ստեղծել։ Այն եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները, ովքեր որ հանդիպել էին Նիկոլի հետ, իրենց մեջ բարոյական անձնավորություն չկար, որ գոնե ասենք, որ լավ, այս մեկը բարոյական է։ Դրանց մեջ կային արքեպիսկոպոսներ, ովքեր դեռևս 90-ական թվականների կեսերին Գարեգին I-ի կողմից նշանակվել էին, որ աղանդավորների դեմ
տեղեկատվություն հավաքելու, իրենց աշխատանքի մասին տեղեկատվություն կուտակելու եւ տարբեր աղբյուրներով աշխատելու։ Եվ այդ անձի մոտ հավաքված բոլոր տեղեկատվությունը հաջորդ օրը հայտնվում էր նույն աղանդավորական կազմակերպությունների մոտ։ Եվ դա վրդովմունք էր առաջացնում, որի պատճառով արդեն 90-ական թվականի վերջավորությամբ, երբ Գարեգին երկրորդ կաթողիկոսը գահ բարձրացավ, այդ անձին հանեց որոշ ժամանակ հետո այդ պաշտոնից, եւ այդ աշխատանքները տրվեց մեկ ուրիշ մեկի։ Եվ այսինքն այդպիսի մենք բանի հետ գործ ունենք, մարդկանց հետ գործ ունենք։ Բացի այդ, երբ նայում ես այդ մարդիկ տարիներ ի վեր իրենք դրամաշնորհներ են ստացել տարբեր անվան տակ եւ տարբեր թեմերում իրենք լինելով հայ առաքելական եկեղեցու հովիվներ, իրենք աշխատանքներ են տարել ուղղափառ եկեղեցու դեմ եւ իրենց վարքագծով եւ իրենց աշխատանքներով նաեւ մասամբ վարկաբեկել են հայոց առաքելական եկեղեցին։ Այսինքն հիմա այս փփուրը, որ ջրի երես է գալիս, պետք է սրա համար իսկապես Նիկոլին շնորհակալություն հայտնել եւ ասել, որ շարունակիր քո գործունեությունը, որպեսզի մնացած փփուրներն էլ ջրի երես գան։ Եվ այդ ժամանակ բոլորին կարելի է հավաքել եւ բոլորին միտեղ դատել եւ բոլորի հետ միտեղ իրենց պատիժը իրականացնել։ Սա կարևոր հանգամանք է Այո։ եւ կարծում եմ, որ չափից ավելի կարևորություն տալ այդ անբարոյականներին, դա այդքան էլ ճիշտ չի։ Պարոն Պետրոսյան, եթե կարելի է այստեղ ես միջանկյալ անպայման ուզում եմ հավելում անել, մի փոքր համաձայն չեմ ձեր այն դիտարկման հետ, որ պետք չէ այս մարդկանց անդրադառնալ, ճիշտ հակառակ կարծիքի եմ, ինչու, բացատրեմ, որովհետև մեր ժողովուրդը եթե չիմանա, թե ովքեր են այս մարդիկ, նրանք կարծում են, թե արժանապատիվ, այսպես նվիրյալ, հոգևորականներ են, մեր եկեղեցու նվիրյալ, եւ ակամայից այսպես իրենք ընկնում են մտորումների մեջ, հա, կարող է ճիշտ են արել, հա։ Ես իսկապես մարդկանց հետ խոսում եմ եւ զգում եմ, որ կա իրենց մոտ այս մտածումը կա։ Դրա համար, երբ որ բացվեն փակագծերը եւ պարզվի թե իրականում այս մարդիկ ովքեր են, մարդիկ կհասկանան, որ սրանք մարդիկ են, հոգևորականներ իբրև ներկայացած, որոնք ժամանակին սղոսկել են եկեղեցուց ներս եւ երբ եկել է պահը քանդելու եկեղեցին, իրենք սկսել են իրենց սև գործը։ Մեր ժողովուրդը դա պետք է հասկանա։ Համաձայն չեք։ Կներեք։ Նախ եւ առաջ նորից եմ կրկնում, սրանք շատ փոքր են, շատ փոքր են, որ ուզենան հայոց եկեղեցին քանդել։ Երկրորդ հերթին այն արշավը, որը այսօր իրականացվում է հայոց եկեղեցու դեմ, նորություն չի։ Դեռևս երջանկահիշատակ Վազգեն առաջին կաթողիկոսի ժամանակահատվածից, այն ժամանակ էլ էին Վազգեն կաթողիկոսին, սովետական միության ժամանակահատվածի մասին է խոսքը։ Որոշ հոգևորականներ տարածում են տեղեկատվություն, որ այ Վազգեն կաթողիկոսն էլ ամուսնացած է։ Ինչ եղավ։ Այդ մարդիկ բոլոր իրենց խոսքերով իրենց հետ տարեցին իրենց գերեզմանը։ Սրանք էլ են մտնելու իրենց գերեզմանը։ Եվ արեք չմոռանանք մենք Սուրբ Գիրքը, Ավետարանը։ Ավետարանի մեջ շատ հստակ նշում է, որ Քրիստոսը ուներ 12 աշակերտ, եւ Քրիստոսը գիտեր, որ նրանցից մեկը դավաճան է։ Եվ երբ որ վերջին ընթրիքում իրար հետ ճաշում են, ճաշից հետո Քրիստոսը Հուդային ասում է. «Գնա եւ քո սև գործը իրականացրու»։ Եվ երբ որ գալիս են Քրիստոսին տանելու, Քրիստոսը թույլ չի տալիս Պետրոսին, որպեսի թույլ քաշի եկած զինվորների դեմ։ Սա պատմական փաստ է։ Այն ինչը, որը սրանք Հուդա էլ չեն, գիտեք, սրանք Հուդան, եթե ողջ լիներ, սրանց տեսներ կխաչակնքեր եւ կասեր, որ ինքը ավելի պատվավոր է, քան թե սրանք։ Հիմա այս դավաճաններին եւ անբարո դավաճաններին, ովքեր որ խոսում են բարոյականությունից, այդ թվում նաեւ Նիկոլը, եւ մնացածը իրենք այդքան կյանք չունեն, որ ուզենան ինչ որ մի բան անեն հայոց եկեղեցու դեմ։ Հասկանալի է, պարոն Պետրոսյան։ Այն ինչը, որը որ դուք ասում եք ժողովուրդը չգիտի, ժողովուրդը շատ լավ գիտի։ Ով չգիտի Կճոյանի իր ամբողջ կենսագրության մասին։ Գիտեն բոլորը։ Կամ մնացածի, Բայց կամ Վազգեն ձեր Միրզախանյանի, թույլտվությամբ, ահա, կամ մնացածի, կներեք։ Եթե դուք
հիմա նոր է սկսում շփվել այս մարդկանց հետ կամ այս մարդկանց մասին տարածվող տեղեկատվությունը, գոնե ես 94 թվականից երբ եկել եմ Հայաստան, իրենց հետ ունեցել եմ շատ ակտիվ շփումներ եւ իրենց մեջ մարդ չկա բառացիորեն մեկ հատ բառ ունենք, որը մենք վերցրել ենք արաբերենից, բայց լավ է հնչում այն ասած մեջ ինսան չկա, որ ուզենան մարդատեղ դնել եւ իրենց խոսքը կամ գործը ուզենալ վերլուծել։ Գիտեք, ցանկացած բան վերլուծելու համար պիտի նյութ լինի մեջը, շոշափելի ինչ-որ մի բան լինի, սրանց մեջ հետը դա չկա։ Եվ նորից եմ ասում, սա տեղեկատվական աղմուկ է, որը առաջացնում են արևմտյան պետությունները Հայաստանում, որպեսզի Հայաստանի ժողովրդի եւ հայ ժողովրդի ուշադրությունը շեղեն հիմնական այլ խնդիրներից։ Մենք հիմա Այդ կտրադառնանք, խնդիրները թե հիմնականում հիմնականը որն է։ Հիմնականը որն է, դուք վստահ եմ ես հիմա կասեք։ անդրադառնում եմ դրան։ Ես Ահա։ հիմա անդրադառնում եմ դրանց։ Հիմնական երկու խնդիրները, որը փորձում են իրականացնել, հիմնականում երկու կետեր են։ Առաջինը, որը ներհայկական է, Նիկոլը ինչ է ուզում։ Նիկոլը ուզում է այնպիսի մի կաթողիկոս լինի գահի վրա եւ այնպիսի մի գերագույն հոգեվոր խորհուրդ լինի, քան որ միայն կաթողիկոսով հարցը չի լուծվելու։ Իրենք պիտի նաև քանդեն այսօրվա գերագույն հոգևոր խորհուրդը, որ կա, եւ պետք է քանդեն այն խորքային խորհուրդը, որը գոյություն ունի Մայր Աթոր Սուրբ Էջմիածնում եւ ավելի քան 1700 տարի սերնդասերունդ փոխանցվել եւ եկել է այդ խորքային գերագույն խորհուրդը։ Իրենք ցանկություն ունեն այդ բոլորը քանդել, այսինքն իրենք կաթողիկոսով սկսելու են եւ հասնելու են մնացածին, որից հետո իրենք ցանկություն ունեն, արևմուտքը Նիկոլի ձեռքով ցանկություն ունի, որ հաջորդ տարվա ընտրություններից հետո, որպեսզի Նիկոլը իր սև գործը կատարի եւ Հայաստանը ավելի փոքրացնի, որևիցե հոգեվորական, որևիցե հոգեվոր դաս ի վիճակի չլինի իրեն առարկի կամ որևիցե միտեղ խոսի Հայաստանի ներքին խնդիրների, գերիների, Հայաստանի ճակատագրի մասին։ Այսինքն իրենք ուզում են բույս եկեղեցի ունենալ, բույս հոգևորականների դաս ունենալ, բույս գերագույն հոգևոր խորհուրդ ունենալ, իսկ երբ հոգևոր դաշտից զրկում ես ցանկացած ժողովրդի, այդ ժողովուրդը արդեն դառնում է անտարբեր իր սեփական երկրի պաշտպանության, անվտանգության եւ իր սեփական կյանքի մասին։ Սա առաջին կետն է, որ իրենք փորձում են իրականացնել ներհայկական իրավիճակների մեջ։ Երկրորդ կարևոր խնդիրը, որ կա, հայ առաքելական եկեղեցին ինքը շատ մեծ դերակատարում ունի Սփյուռքի պահպանության, անվտանգության եւ ցանցային իշխանության ստեղծելու մեջ։ Իրենք ցանկություն են այդ ցանցային իշխանությունը եւ ցանցային համակարգը, որը դարեր ի վեր ստեղծվել է հայ ժողովրդի միջև, դա է ոչնչացնել, որպեսզի հայությունը իր հավաքական ուժը չկարողանա համախմբի եւ միատեղի Հայաստանի զարգացման եւ հզորացմանը։ Երրորդ կարևորագույն խնդիրը, որ կա, որը ավելի շատ աշխարհաքաղաքական է, որի տակ մենք ընկել ենք, այսպես ասած, ոտատակ ենք ընկել Նիկոլի եւ նախկին նախագահների պատճառով, դա կապված է նոր համաշխարհային համակարգի հետ, որը պետք է ստեղծվի։ Նոր համաշխարհային համակարգը դեռ ինքը չի ստեղծվել։ Նախկին գերհզոր ուժը Միացյալ Նահանգները արդեն բավականաչափ թուլացել է։ Եվրոպան գոյություն չունի։ Ռուսաստանը պատերազմի մեջ է Ուկրաինայում կամ ավելի ճիշտ ՆԱՏՕ-ի հետ։ Չինաստանը փորձում են իրեն զբաղեցնել տարբեր հարցերով։ Նախկին համակարգը գոյություն չունի, նորը չի ստեղծվել։ Եվ այս process-ի մեջ ենք մենք, եւ այս աշխարհակաղակական իրավիճակներում բոլորը փորձում են տիրանալ իրենց հակառակորդ երկրին սնուցող ճանապարհներին եւ հակառակորդ պետության, այսպես ասած, սահմանամերձ տարածքներում նոր գործընկերներ եւ դաշնակիցներ փնտրել։ Դրա ամենավառ օրինակը այսօր Միացյալ Նահանգները իրականացնում է
Վենեսուելայում, որտեղ որ ինքը ուզում է ցույց տալ, որ կենտրոնական Ամերիկան եւ Հարավային Ամերիկան իր շահերի տարածքն են եւ ուրիշ որևիցե մի պետություն իրավունք չունի այդտեղ լինի։ Եվ իրենք մեր տարածաշրջանում փորձում են Հայաստանը վերցնելով, քանի որ ես ունեցել եմ առիթ ձեզ հետ խոսելու ու նաև ձեր հաղորդումներում ասելու, որ Հայաստանը Անդրկովկասը դուռ է արևելքի եւ արևմուտքի միջև։ Եվ Հայաստանը այդ դռան բանալու անցքը եւ բանալին է։ Միացյալ Նահանգները 35 տարվա ընթացքում իր բոլոր գործիքակազմով տիրացավ Հայաստանին, պոկեց Արցախը Հայաստանից, թուլացրեց Հայաստանը եւ հիմա այդ բանալին իր ձեռքում է։ Միացյալ Նահանգներին եւ Արևմուտքին չի հետաքրքրում հայ ժողովուրդը եւ Հայաստանը։ Իրենց հետաքրքրում է իրենց աշխարհաքաղաքական խնդիրները։ Եվ քանի որ իրենց հետաքրքրում է իրենց աշխարհաքաղաքական խնդիրները, իրենք այդ ուղղությամբ են շարժվում։ Քաղաքականության մեջ մի ասացված կա, ասում է, եթե դու չունես քո երկարաժամկետ ռազմավարական ծրագիրը, դու դառնալու ես ուրիշների ռազմավարական ծրագրի մի մասը։ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Նիկոլը իրենց բոլոր կառավարություններով հանդերձ իրենք չստեղծեցին երկարաժամկետ ռազմավարական ծրագիր Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Արդյունքում հիմա Հայաստանը ոդատակ է ընկել։ Եվ այս ոդատակի ընթացքում Միացյալ Նահանգները եւ Արևմուտքը իրենք չեն տեսնում Հայաստանին որպես մեկ ամբողջական տարածք։ Իրենք տեսնում են Հայաստանը մի ճանապարհ դեպի կենտրոնական Ասիա, որտեղ գոյություն ունեն 5 թրքախոս պետություններ, որոնք որ այդքան էլ թրքախոս չեն անկեղծ ասած, քանի որ երբ որ իրենք իրար հետ հանդիպում են, թարգմանիչի միջոցով են խոսում։ Եվ իրենք նպատակ ունեն այդ թրքախոս պետություններին բերել մեկ ընդհանուր դրոշի տակ, Թուրքիայի գլխավորությամբ, եւ Հայաստանն էլ մտցնել այդ թրքախոս պետությունների դաշինքի մեջ եւ դարձնել մի ընդհանուր ճանապարհ Թուրքիայից դեպի կենտրոնական Ասիա եւ իրենք դրանց միջոցով անկայունացնեն Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի սահմանները եւ իրենց զբաղացնեն այդ ամեն ինչով, մինչեւ որ նոր համաշխարհային համակարգը ձևավորվի։ Սա է ամբողջ խնդիրը։ Եվ հիմա, քանի որ Նիկոլը եւ իր թիմակիցները այդ թվում գոյություն ունեցող Պիտղոսային ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը ամբողջությամբ տրված են արևմուտքին եւ արևմուտքի ծրագրերն են իրականացնում Հայաստանում, այդ իսկ պատճառով մենք տեսնում ենք Հայաստանում գոյություն չունի իրական ընդդիմություն, որը ժողովրդին համախմբի գաղափարի շուրջ եւ ժողովրդին առաջ տան։ Սա է խնդիրը։ Եվ հիմա այս ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակի մեջ առայժմ հայ ժողովուրդը պարտվում է, առայժմ։ Թե մինչև Եթե հայ ֆեդերալ ժողովուրդը չունենար, կներեք, եթե հայ ժողովուրդը չունենար պոտենցիալ, ներուժ, ոտքի կանգնելու եւ դիմագրավելու այս ամբողջ իրավիճակին, վստահ եղեք, որ իրենք արդեն դադարած կլինեին մեզ ճնշելու եւ ավելի փոքրացնելու։ Բայց քանի որ իրենք տեսնում են այդ ներուժը, դրա համար իրենք փորձում են ամեն կերպ մեզ ավելի փոքրացնել։ Դե հարվածը ուղված է մեր Սա է։ ինքնության Հենասյանը, մեր եկեղեցուն։ Պարոն Պետրոսյան, այնուհանդերձ ես ուզում եմ անդրադառնանք նորից շատ կարևոր աշխարհաքաղաքական վերլուծության է գնում, անպայման հիմա կանդրադառնանք, դա շատ կարևորն է։ Կարևոր է, որտեղ հենց խորքն եք վերհանում, թե որն է իրական պատճառները որտեղ են թաքնված։ Ամեն դեպքում ես մնալով այն կարծիքին, որ մեր ժողովուրդը այսօր ավելի շատ փակագծեր բացելու կարիքը կա, մեր ժողովուրդը ավելին պետք է իմանա։ Ես ուզում եմ մի քանիսի անունները թվել, թե ովքեր են այն անձիկ, ովքեր գնացին Փաշինյան Նիկոլի դուռը, դրանով փաստորեն դավաճանելով մայր Աթոռին, մենք պետք է իմանանք իրենց անունները, իրենք համարվում են արքիեպիսկոպոսներ,
բայց պետք է հասկանանք ովքեր են իրականում այս մարդիկ, որոնք փորձում են քանդել մեր սրբության սրբոցը։ Նավասարդ arczepiskopos Կճոյան, որի մասին Մշտապոս Փաշինյանը իր հայկական ժամանակ թերթում դեռ ընդդիմություն եղած ժամանակ խոսել քննադատել է որպես կոռումպացված անձի, հա, հայտնի այդ մեքենայի պատմությունը գիտենք։ Հաջորդը Առաքել arczepiskopos Քարամյան, ով է այս մարդը։ Ես ընդամենը հողում եմ տալիս մամուլին, ըստ մամուլի տեղեկությունների, սա Արգիշտիկ Քարամյանի հայրն է։ Այսինքն մի մարդ, ով եկել է հիմա խոսում է կարգադույց անելու մասին, հա, այսինքն ինքը ենթակա է հենց դրան։ Հաջորդը Գևորգ arczepiskopos-ը, Սրբազան Գևորգը, ես այստեղ ուզում եմ հետևյալ մի հիշեցում անել, իլուր նաև գուցե կարծում եմ ինքը եւս կլսի, ինքը ունի հավանաբար անձնական դրդապատճառներ, ունի նեղացվածություն Աշակ Սրբազանից եւ հիմա պահը եկել է, որսացել է եւ հարմար առիթն է, փորձում է հավանաբար վրեժխնդիր լինել։ Սա էլ այսպես, հաջորդը, որ դուք ասացիք շատ կարևոր մեկ այլ անձի հետ կապված, անունը չտվեցիք, ես ուզում եմ հնչեցնել, Վազգեն arczepiskopos Միրզախանյան, հա, եթե ես չեմ սխալվում, որը Էստոնիայի թեմի առաջնորդն է եւ ինչպես մենք հիշում ենք, ինչքան մեծ սիրով ընդունեց ԿՊԱ-ականին, ողջունեց նաեւ այնտեղից Փաշինյանի քայլերը, այս մարդը հենց այն անձնավորությունն է, որի մասին դուք ասացիք, որ փոխարենը աղանդավորների խնդիրները վերհաներ եւ հնարավորություն ստեղծեր, որպեսզի մենք կարողանանք դիմակայել, հա, այդ կազմակերպությունների ստեղծմանը, որոնք զբաղված են մեր երկրում հոգեբորսությամբ, քայքայիչ աղանդների դեմ կարողանանք պայքարել, ինքը դարձավ, փաստորեն դարձել է, նպաստել է դրանց ակտիվացմանը, որովհետև անընդհատ այդ եղած ինֆորմացիան հասցրել է աղանդավորներին։ Ես գոնե թե այսքանի մասին, բայց հիմա շատ ինձ համար ցավալի էր Արցախի թեմի առաջնորդի միանալը։ Այս երևույթը, այս ոնց հասկանալ, պարոն Պետրոսյան, դուք ունեք սրա բացատրությունը։ Վրթանեց եպիսկոպոսը։ Անկեղծ ասած, նայ, նորից եմ ասում, սրանց մեջ բարոյական մարդ չկա, որը արժանի լինեն իրենց մասին խոսելու, շատ անկեղծ եմ ասում։ Եվ հետո նորից եմ կրկնում, մենք գտնվում ենք հիմա ճանաչողական պատերազմի դաշտում, որը կառավարվում է արևմուտքի կողմից։ Եվ նորից եմ կրկնում, արևմուտքին չի հետաքրքրում հայ ժողովուրդը եւ Հայաստանը։ Իրենք ուզում են թուլացած Հայաստան եւ հայ ժողովուրդ։ Եվ այս կներեք, եւ այս իրավիճակը, որ ներկա դրությամբ Հայաստանում կա, ամեն ինչով իրենց ձեռնտու է, ամեն ինչով, քանի որ իրենք զուգահեռաբար այս դավաճանների միջոցով թուլացնում են եւ եկեղեցին, եւ պետությունը, եւ հայ ժողովուրդը, Հայաստանի ազգաբնակչությունը իր վստահությունը կորցնում է եւ եկեղեցու նկատմամբ, եւ իշխանության նկատմամբ։ Եվ արդեն ինքը սկսում է հիասթափվել հայությունից, հիասթափվել հայկականությունից եւ իր սրբություններից։ Այսինքն մենք ինչքան շատ ենք խոսում այս ամեն ինչի մասին, մենք արևմուտքի ջրատացին ջուր ենք լցում։ Շատ լավ։ Եվ այս ջուր լցնելը պետք է դադարենք։ Դրա համար Սա ուզում եմ ասել հաջորդ Սա հանձնարարը շատ կարևոր է։ Սա շատ հասկանալի է, կարևոր է, որ հասկանանք, ասեք պարոն Պետրոսյան, սա ես շատ հասկացա, կարևոր է, որպեսզի որ հասկանանք, չշարունակենք այս անձնական թեման, ես ձեզ հասկացա, ես չեմ ուզում այլևս, բայց ես գտնում եի, որ պետք է ամեն դեպքում մեր ժողովրդին ինֆորմացիա տալ։ Հիմա ամեն դեպքում, եթե կարելի է թույլ տվեք հարցով անդրադառնանք, որպեսզի մեր եթերաժամանակը արագ չսպառվի, չնայած 2018-ին սրանք հորեկան իշխանության մենք տեսանք, ակնհայտ հակաեկեղեցական էին իրենք նոր Հայաստան, նոր Հայրապետ կոչվող այդ հակաեկեղեցական կարելի ասել աղանդավորական շարժում ուղղակիորեն հենց ուղղորդվում էր Նիկոլ Փաշինյանի կողմից, դա ես ասում եմ հողում տալով Արթուր Վանեցյանի խոսքին, որն ասել է այդ մասին։
Հիմա բայց եկեք վերհիշենք, թե Հայաստանում ուղղակիորեն հալածանքները վեհապարի ուղղությամբ երբ սկսվեցին, երբ նրա կողմից կազմակերպվեց Շվեյցարիայում, շատ լավ եք հիշում, պարոն Պետրոսյան, միջեկեղեցական ժողով, որտեղ քննարկվեց Արցախի եւ Արցախահայության վերադարձի հարցը, հայ գերիների հայրենիք վերադարձի հարցը, այսինքն եւ ընդհանրապես երբ սկսեց շատ ակտիվ լինել մեր եկեղեցին, մեր կաթողիկոսը այս ուղղությամբ, Արցախի նաեւ ուղղությամբ հայտարարություններ էին հնչեցում եւ այլն։ Չեք կարծում, որ այստեղ կա եւս այդ հանգամանքը լրացնել մեր եկեղեցին, որովհետեւ այս մարդիկ գնում են Ալիևի հետ այսպես խաղաղություն են հաստատել։ Մենք մի քիչ հետո կխոսենք նաեւ այդ ՀԿ-ների մասին, որոնց ուղարկվել էին որպես դեսանտ, հա, կամ չգիտեմ ինչ են ուղարկվել, այնտեղ որպեսզի այս դեսպանի դերն են կատարում Ալիևի պաշտպանելով նրան։ Հիմա այս առումով խնդրեմ ձեր դիտարկումը կաթողիկոսի դեմ ուղված հալածանքների պահով, խնդրեմ։ Նախ եւ առաջ դա Շվեյցարիայում տեղի ունեցած այդ հանդիպումը եւ դրանից առաջ 2023 թվականին Մոսկվայում Արցախի հարցի քննարկման խնդիրը, որը իրականացվեց Մայրաթորի կողմից, սրանք բոլորը իրականության մեջ պատրվակներ են, ոչ թե բուն խնդիրը։ Որպեսզի մենք պատկերացնենք բուն խնդիրը, մենք պետք է հետ վերադառնանք 5-րդ դար, երբ որ Քաղկեդոնի ժողովը տեղի ունեցավ եւ հայ առաքելական եկեղեցին իր հատուկ ուղղությունը վերցրեց եւ առանձնացավ եւ մյուս կողմները ստեղծեց կաթոլիկ եկեղեցին։ Այս ամեն ինչի մեջ, այս ամեն խնդրի մեջ կա դարերից եկած խնդիր։ Եվ նախորդ 3 նախագահներն էլ Լևոն Տեր-Պետրոսյանն, Ռոբերտ Քոչարյանն, Սերժ Սարգսյանն, ամեն մեկը ունեցել է իր ներդրումը մայր եկեղեցու դեմ հալածանքների։ Բոլորս հիշում ենք Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքը Գարեգին II-ի նկատմամբ, նաև հիշում ենք Սերժ Սարգսյանի վերաբերմունքը Գարեգին II-ի նկատմամբ։ Եվ առավել եւս Լևոնի վերաբերմունքը հայաստանյաց առաքելական եկեղեցու նկատմամբ։ Ես հետ վերադառնամ 90-ական թվականները, երբ որ Գարեգին առաջին կաթողիկոսը գահի բարձրացավ, դրանից հետո ինքը այցելություն ունեցավ Վատիկան։ Եվ Վատիկանում ինքը համաձայնություն, ոչ թե Հայաստանի Գերագույն խորհուրդը, համաձայնություն ստորագրեց կաթոլիկ եկեղեցու հետ, որ երկու եկեղեցիները դառնում են քույր եկեղեցիներ, միմյանց չեն նզովում եւ միմյանց դեմ որևիցե արշավի չեն մասնակցում։ Եվ այդտեղ հայոց առաքելական եկեղեցին ավելի թույլ իրավիճակում է հայտնվում կաթոլիկ եկեղեցու նկատմամբ։ Գարեգին առաջինի վերադարձից հետո Գերագույն հոգևոր խորհուրդը հրաժարվեց դա վավերացնելուց։ Գարեգին առաջինի մահից հետո, երբ Գարեգին II-ը գահի բարձրացավ, քրիստոնեության 1700-ամյակի առթիվ 2001 թվականին հիշում ենք միջոցառումները բոլորս, որ հայաստանյաց առաքելական եկեղեցին հրավիրեց կաթոլիկ եկեղեցուն, որպեսզի մասնակցի այդ միջոցառումներին։ Հռոմի Պապը այն ժամանակ պահանջեց Գարեգին II-ից, որպեսզի նա Գերագույն հոգևոր խորհրդի վրա ճնշում բանեցնի եւ վավերացնի այդ համաձայնագիրը։ Գարեգին II-ը հրաժարվեց դա անելուց։ Եվ տեսանք, որ Հռոմի Պապը միջոցառման ժամանակ չեկավ, ասելով, որ ինչ որ հիվանդություն ունի եւ չի կարող։ Եվ եկավ տարվա վերջ եւ ոչ ուղղակիորեն մասնակցեց։ Երկրորդ անգամ Ցեղասպանության 100-ամյակի առթիվ 2015 թվականին նորից միջոցառումների համար հայ առաքելական եկեղեցին դիմեց կաթոլիկ եկեղեցուն, որպեսզի մասնակցի։ Եվ Հռոմի Պապը նորից պահանջեց, որ այդ համաձայնագիրը վավերացվի։ Եվ նորից Գերագույն հոգևոր խորհուրդը Գարեգին II-ի գլխավորությամբ մերժեց դա։ Եվ տեսնում ենք, որ նորից Հռոմի Պապը մի տարի ուշացումով գալիս է Հայաստան։
շատ ներկայացուցչական կազմով։ Եվ դրանից հետո իրենք սկսում են արշավը հայոց առաքելական եկեղեցու դեմ։ Ահա։ Խորքում սա է ինքած։ Այսինքն խորքում կա այդ խնդիրը եւ այդ խնդիրը այսօր Միացյալ Նահանգները օգտագործում է իր ծրագրերը իրականացնելու համար։ Դոնալդ Թրամփի իշխանության կներեք։ Դոնալդ Թրամփի իշխանության գլուխ գալուց հետո Միացյալ Նահանգները գնում է դեպի նոր եռանկյունի ստեղծման, որտեղ կան Միացյալ Նահանգներ, Վատիկան եւ Թուրքիա։ Եվ Հռոմի Պապի այցելությունը երեք Թուրքիա դա էր նշանակում, որ իրենք այս եռանկյունին ստեղծում են, փորձում են հզորացնել եւ օգտագործել ընդդեմ ուղղափառ ռուս ուղղափառ եկեղեցու եւ հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ եւ դրա նպատակը ընդամենը նա է, որ արևելքի ժողովրդի հոգեվոր արժեքները թուլացնեն եւ ուրիշ ոչ մի բան։ Այսինքն մենք այստեղ նորից գործ ունենք աշխարհաքաղաքական խնդիրների։ Գարեգին երկրորդը, ինչպես ցանկացած մարդ ունի իր թուլությունները, թերությունները եւ սխալները։ Ոչ մեկը իրեն չի սրբացնում, ոչ մեկը իրեն չի գերագնահատում, բայց այսօր հարվածելով Գարեգին երկրորդ կաթողիկոսին, Նիկոլը եւ Արևմուտքը նպատակ է հետապնդում թուլացնել հայ առաքելական եկեղեցին եւ դրանով թուլացնել Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Ուրիշ այլ նպատակ գոյություն չունի։ Եթե Գարեգին երկրորդը լիներ թուլամորթ եւ ոչ սկզբունքային, վստահեցնում եմ ձեզ, որ երբեք այսքան արշավանք Հայաստանի դեմ չէր լինի եւ հայ առաքելական եկեղեցու դեմ չէր լինի։ Ուստի Գարեգին երկրորդը իր բոլոր թերություններով եւ սխալներով պետք է մնա որպես ամենայն հայոց կաթողիկոս։ Եվ բոլոր նրանք կապ չունի հոգևորական են, թե հոգևորական չեն, հասարակ ժողովուրդ են, թե հասարակ ժողովուրդ չեն, արևմուտքից գրանտ ստացող են կամ գրանտ ստացող չեն, իշխանավոր են, թե ոչ, բոլոր նրանք, ովքեր այսօր մասնակցում են այս արշավին, իրենք բոլորը գիտակցաբար կամ անգիտակցաբար դավաճանների շարք են, բացարձակ դավաճաններ հայ ժողովրդին։ Այո, Պարոն Պետրոսյան, փաստորեն դուք տվեցիք ամբողջ իրավիճակի իրական գնահատականը, շնորհակալ եմ, այո, ամեն ինչ թաքնված է հենց այդտեղ։ Եվ հիմա փաստորեն Փաշինյանի այս արշավը զուգահեռաբար հավանաբար կընթանա նաև սահմանադրության փոփոխությամբ, որտեղից նա կհանի ոչ միայն հռչակագիր անկախության, Արցախի հարցը վերջնականապես փակելով իրավական հարթության մեջ, կհանի նաև մեր եկեղեցու առաջնահերթությունը։ Ինչ կարծիքի եք։ Մենք դրան ենք ընդառաջ նաև գնում։ Գիտեք, դա Նիկոլի եւ իր թիմակիցների ու նաեւ արևմուտքի ցանկությունն է։ Եվ իրենք նորից կրկնեմ, որ ցանկություն ունեն հնարավորին չափ թուլացնեն Հայաստանը եւ հայ ժողովուրդը։ Հիմա իրենք դրան կհասնեն կամ չեն հասնի, ամեն ինչը հայ ժողովրդի ձեռքի մեջ է։ Այսօր դժբախտաբար մենք Հայաստանում չունենք քաղաքական կուսակցություն, որը ունենա ծրագիր այս բարդ իրավիճակից դուրս գալու։ Ոչ հասարակական, ոչ տնտեսական, ոչ աշխարհաքաղաքական, ոչ տարածաշրջանային ծրագիր չկա։ Նիկոլը այսօր, տեսեք, Նիկոլի գործողությունները ավելի լավ պատկերացնելու համար, պատկերացրեք հետևյալ մի պատկերը։ Հայաստանը մի լիճ էր, մի ծով էր, որը կապ ուներ օվկիանոսի հետ։ Հիմա Նիկոլը Հայաստանը դարձրել է ընդամենը մի դույլ ջուր, որ իրեն տեղափոխում են այս կողմ կամ այն կողմ։ Այսինքն ինքը փորձել է թուլացնել մեզ ամեն ինչով։ Սա է խնդիրը։
Հիմա եթե մենք համաձայնվում ենք դրա հետ, գնում ենք այդ ուղղությամբ, այդ ժամանակ ոչ մի բան չեն կարող ասել։ Մենք չի պիտի սպասենք, որ դրսից որևիցե մեկը գա եւ մեզ օգնի։ Ոչ մեկը չի օգնելու։ Հայ ժողովրդին պաշտպանելու համար ոչ պարսիկն է կռվելու հայության համար, ոչ ռուսն է կռվելու, ոչ չինացին է կռվելու։ Մենք ենք, որ մեր սահմանները պետք է պաշտպանենք։ Մենք ենք, որ պետք է ցույց տանք, մենք ոչ թե ուրիշի ձեռքին խաղալիք ենք, այլ մենք խաղացող ենք։ Իսկ ունենք այդ հնարավորությունը խաղալու, քանի որ ունենք սփյուռք, որը ցանցային կապով իրար հետ միացված է։ Սովետական միության ժամանակ Սփյուռքը շատ մեծ դերակատարում ուներ ամեն տեղ եւ ամեն ինչում։ Իսկ նախորդ երեք նախագահների եւ Նիկոլի վարած քաղաքականության արդյունքում Սփյուռքը ընդհանրապես կտրվեց Մայր Հայաստանից։ Մենք պետք է վերագտնենք մեզ, մենք պետք է վերաձևավորենք մեր ամեն ինչը, որպեսզի կարողանանք որպես խաղացող այս տուրբուլենտ աշխարհում, խառնաշփոթ աշխարհում մեր տեղն ու դերը գտնենք։ Սա է խնդիրը։ Այո, ճիշտ եք, դուք տվեցիք նաև բանաձևումը տվեցիք իրավիճակից դուրս գալու, շատ բարդ վիճակ է, իսկապես այստեղ ժողովուրդը մեր պետք է հստակ տեղեկացված լինի եւ կանգնի մայր աթոր Սուրբ Էջմիածնի թիկունքին, այստեղ էլ ներսից կազմակերպել է դա պետք նաև, թե դա ինքնաբուխ պիտի լինի, Միանշանակ ինչպես, այո, ինքնաբուխ կազմակերպ, այս աշխարհ ինքնաբուխ այս աշխարհում ոչ մի բան տեղի չի ունենում։ Միշտ կազմակերպել է պետք եւ կազմակերպված պետք է գնալ առաջ։ Ցանկացած ինքնաբուխ շարժում իրեն ոչնչացնելու են այսպես ասած ոչ ցանկալի ուժեր, այո, տեսեք, որոնք հաճախ Հայաստանում Մгм. դժբախտաբար շատ են։ Պարոն Պետրոսյան, տեսեք, ասվում է, որ շատ ներողամիտ է վեհափառը։ 2018-ին լռեց վեհափառը, երբ այդ շարժումն էր ծավալվում, երբ անգամ գնդեվանքում իրեն ասում են հրենք գցենք ձորը։ Բացարձակապես այդ մասին չեն խոսել մեր եպիսկոպոսները, չի խոսել հենց ինքը վեհափառը այդ մասին։ Լռեց, երբ որ Սարդարապատի օրը նրան թույլ չտվեցին հուշահամալիրին մոտենալ այդ ՔՓ-ական հրահանգով առաջնորդվող Փաշինյանի հրահանգով առաջնորդվող ոստիկանները փակել էին վեհափարի դիմաց։ Հետո լրեց, երբ կալանավորվեցին մեր սրբազանները, Միքայել Սրբազանը, ասենք Միքայել Սրբազանի նման սրբազան, որը ժառանգորդն է Աջապահյանների հայ այդ գծի, մենք տեսնում ենք ինչ հատուկ թիրախավորվել էր նա։ Իհարկե հնչեց հայտարարություն, բայց հայտարարությունով չի ամեն ինչ սկսվում, հա, չէ, նաև ավարտվում։ Հիմա շատերը կարծում են, որ վեհափարը շատ զգուշավոր է գործում, շատ դանդաղ է գործում, եւ դա ի վնաս մեզ է, ի վնաս մեր եկեղեցու է։ Գուցե նա մտածում է հանգիստ գործելով թույլ չտա, որ այս հակառակ ագրեսիվ կողմը, հակաեկեղեցական, հակահայ ագրեսիվ կողմը ավելի ակտիվանա, գուցե մեղմվեն, բայց մենք տեսնում ենք, որքան մենք հանգիստ ենք լինում, այնքան նրանք ավելի ագրեսիվ է իրենց պահվածքը։ Ինչ պետք է անի այսօր կաթողիկոսը։ Օրինակ հայտարարում է, որ շատ արագ պետք է այդ եպիսկոպոսներին, որոնք խոնարհվեցին Փաշինյանով հանդերձ Փաշազադեի եւ Արևմուտքի առաջ, պետք է ուղղակի հեռացնել նրանց եկեղեցուց։ Ինչ կարծիք եք։ Գիտեք, Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը, հայ ժողովրդի հոգևոր հայրը։ Ամենայն հայոց կաթողիկոս կապ չունի ով է։ Գրիգոր Լուսավորիչն է եղել, թե Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը, իրենք հայ ժողովրդի հայրն են։ Հայրը ինչպես է վերաբերվում իր զավակների նկատմամբ, թեկուզ իր անառատ, հարբեցող, լպիր, ամբարոս զավակի նկատմամբ։ Սա կարևոր հարց է։ Երկրորդը, բոլոր նրանք, ովքեր որ ասում են, որ վեհափառը լռեց, երբ որ եկել էին Միքայել Սրբազանի տանեին, այդ մարդիկ եղել են այդ օրը եկեղեցում։ Այդ մարդիկ տեսել են, թե ինչ է արել վեհափառը, թե չեն տեսել։ Այսօր շատ հեշտ է նստել տանը եւ մի փոքրիկ էկրանով դիտել ամբողջ իրադարձությունների մի փոքրիկ հատվածը եւ սկսել փիլիսոփայել։ Իսկ եթե դուք այնտեղ չեք եւ չեք տեսնում,
Այդ ժամանակ ձեր վերաբերմունքը, ձեր մեկնաբանությունը, ձեր վերլուծությունը լինելու է փոքրիկ, հատվածական եւ ոչ ամբողջական։ Այնպես որ թող այդ մարդիկ, ովքեր որ նմանատիպ ձևով են մտածում կամ փորձում են այդպես իրենք համոզեն եւ ուրիշներին համոզեն, որ վեհապարը ոչինչ չի անում, թող մի քիչ դուրս գան այդ տարածքից եւ կան դաշտ եւ այդ ժամանակ կտան այն իրողությունը, որ իրենք չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել։ Իսկ ինչ որ վերաբերում է ժողովրդին, ժողովուրդը այսօր եթե վստահ լիներ, որ Նիկոլի վարած քաղաքականությունը սասանելու է հայոց առաքելական եկեղեցու հիմքեր եւ քանդելու է, ինչպես որ փորձում են համոզել բոլորին, քանդելու է մի քանի եպիսկոպոսով, այդել ամբարո եպիսկոպոսներով մայրաթորը, վստահ եք, որ իր մոտեցումը բոլորովին այլ է, վստահ եղեք։ Նմանատիպ բանը շատ են փորձել անել դարերի ընթացքում, բայց չի ստացվել։ Այնպես որ թող իրենք ինչ ուզում են մտածեն, ինչ ուզում են անեն, եւ այս վիճակից դուրս գալու համար միայն մի բան եմ ասում, որ պետք է դիմագրավել այս ամբողջ ճնշումները խոհեմաբար եւ զգացմունքներից հեռու, քանի որ հայ առաքելական եկեղեցու Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ այսօր աշխատում է համաշխարհային մի ցանց եւ այս ցանցի դեմ մեր այսօրվա սահմանափակ հնարավորություններ, որտեղ որ իշխանությունն էլ դեմ է հայ ժողովրդին, Հայաստանին դեմ է, հայ առաքելական եկեղեցուն դեմ է, մենք չենք կարող լինել զգացմունքային։ Եվ ցանկացած զգացմունքային հայտարարություն ոչ թե ի օգուտ եկեղեցուն է լինելու, հայ ժողովրդին է լինելու, այլ վնաս է հասցնելու։ Վեհապարը մինչև որ այսօր սառնասիրտ վերլուծելով ինքը ճիշտ է արել եւ ճիշտ է շարժվել։ Միքայել Սրբազանը այն անձը չի, որ այսպիսի ճնշումներով ընկրկի եւ նահանջի իր դիրքերից։ Եվ այդ մասին գիտեն բոլորը։ Այո, Այնպես որ բայց փոխարեն խոսենք, կանգնենք հայ առաքելական եկեղեցու կողքին։ Այո, վաղը ըստ լուրերի Սուրբ Սարգիս եկեղեցի պետք է գնա Փաշինյանը իր քպեական խմբով, մենք տեսնում ենք քայլ մոտենում է Մայրաթորին, մենք պետք է ժամ առաջ միավորվենք, համախմբումը մեզ օդու ջրի պես պետք է, պարոն Պետրոսյան, դուք շատ ճիշտ եք, եւ ես որպես վերջաբան այսօրվա մեր հարցազրույցի, սա եւս շատ կարեւոր, կարծում եմ, որ մեկ-մեկու հետ այսպես շահկապված քաղաքական գիծ է, վերջին օրերին բավականին այսպես ակտիվ իշխանական քարոզիչները խոսում էին այն մասին, թե տեսեք ինչ կարևոր նշանակություն ունի երկխոսությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև եւ վկայակոչում էին մի քանի այսպես կոչված քաղաքասարակության ներկայացուցիչների այցը Բաքու եւ շեշտվում էր թե գիտեք ինչ կարևոր քայլ է արվել, բայց մենք որքան լսում ենք այդ մարդկանց խոսքերը, ուղղակիորեն տեսնում ենք, որ նրանք կարելի ասել դեսպաններն են դարձել Ալիևի։ Ես ձեր գնահատականը կխնդրեմ, որտեղ մենք պետք է նաև հասկանանք, այս ովքեր են այս մարդիկ, որ իրականացնելով Փաշինյանի այսպես կոչված խաղաղության այս ծրագիրը, իրական Հայաստանի գաղափարախոսության հենքի վրա գնում են մեր անունից, խոսում են Ալիևի ու Ալիևի վարչախմբի հետ են գալիս ոգևորված, խոսում են, գովերքում են, նրանց են արդարացնում, նրանց բոլոր հայտարարություններն են արդարացնում, ովքեր են այս մարդիկ, մեր ժողովուրդը պետք է իմանա եւ սրանք քաղաքասարակության ներկայացուցիչներ են, թե հերթական դրածոների հետ գործ ունենք, ինչպիսին ասենք, նույն եպիսկոպոսներն են, չէ, դրածոներ, որոնք քանդում են, փորձում են քանդել եկեղեցին, նույն քաղաքասարակության ներկայացուցիչներ, որոնք քանդում են հասարակական համակարգը,
Նման գեներալներ էլ ունեցանք, որոնք խոսեցին, հայտարարեցին, որ պետք է հրաժարական տա, հետո լռեցին եւ ոչ մի ձայն։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր համակարգերում գտնում է մարդիկ, թե բանակում, թե եկեղեցում գտավ, թե քաղաքասարակության շրջանակում եւ այդ մարդկանց օգնությամբ եւ այդ մարդկանց ձեռքով հասնում է իր զարուրելի ծրագրի իրականացմանը հայ ժողովրդի դեմ։ Եվ ուրեմն քաղաքասարակություն, ովքեր էին սրանք, պարոն Պետրոսյան, խնդրեմ։ Տեսեք, նորից եմ ասում, Նիկոլը ինքը ոչինչ է եւ ոչնչություն է։ Պարզապես այս ոչնչությանը կարողացան Միացյալ Նահանգները եւ Արևմուտքը գտնել մնացած ոչնչությունների մեջ, ով ավելի տականք է, քան թե մնացածը։ Նրանք, ովքեր որ գնացել էին Ադրբեջան եւ այնտեղ հանդիպումներ էին անցկացնում, նաեւ եղել են դեռևս 2007, 8, 9, 10 թվականներին, ովքեր գնում էին Թուրքիա եւ հետ էին վերադառնում, ասում են, որ այսօրվա թուրքերը երեկվա թուրքերը չեն։ Մենք որպես ժողովուրդ կարող ենք չճանաչել մեր բարեկամին կամ մեր դաշնակցին, բայց մենք պարտավոր ենք ճանաչենք մենք մեր թշնամուն։ 17-րդ դարից այս կողմ քանի անգամ են որոշ մարդիկ ասել, որ այսօրվա թուրքը երեկվա թուրքը չէր։ Եվ տեսնում ենք տարբեր ժամանակահատվածում հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Ժամանակին ասում էին, որ Սուլթան Աբդուլհամիդը սահմանադրական փոփոխություն է իրականացնում, որպեսզի հայերին տա ինչ որ արտոնություններ։ Արդյունքում տեսանք 1890-ից 95 թվականի ցեղասպանությունը։ 1908 թվականին Դաշնակցությունը համոզում էր հայությանը, որ այսօրվա թուրքերը երիտ թուրքերը երեկվա օսմանական թուրքերը չեն։ Եվ մենք տեսանք մի տարի հետո Ադանայի ցեղասպանությունը։ Հետագայում էլ տեսանք հայոց ցեղասպանությունը։ Հետո երբ որ սովետական միություն եղավ, ասացին, որ այսօրվա թուրքերը նախկին թուրքերը չեն, սրանք եղբայրական թուրքերն են։ Եվ հետո տեսանք Շուշիի ջարդը։ Հետո տեսանք Սումգայիթն ու Բաքվի կոտորածները։ Հետո էլ ասացին, որ այսօրվա թուրքերը երեկվա թուրքերը չեն։ Ու տեսանք 2004 թվականին հայ սպայի գլխատումը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։ Հետո էլ ասացին, որ այսօրվա թուրքերը երեկվա թուրքերը չեն։ Ու տեսանք 2016 թվականի քարորիա պատերազմի ժամանակ զոհված կամ վիրավոր հայ զինվորի գլխատումը։ Այսինքն նրանք, ովքեր որ կարծում են, որ այսօրվա թուրքը երեկվա թուրքը չի, կամ դավաճան է, կամ միամիտ է, կամ խաբեբայ։ Երեք բառակայում էլ արդյունքը նույնն է։ Դավաճանություն հայ ժողովրդի նկատմամբ։ Նրանք, ովքեր որ գնացել էին, նույն այն անձիկ են, որոնք տասնյակ տարիներ ի վեր նստած են արևմտյան դրամաշնորհների վրա եւ արևմուտքից փող են առնում, որպեսի Թուրքի դեմքը, այսպես ասած, մաքրեն եւ ցույց տան, որ թուրքը լավն է եւ մնացածը վատն է։ Եվ իրենք փորձում են պատմությունը խեղաթյուրել, պատմությունը ծուռ հայելու մեջ ցույց տալ։ Իրենց նպատակը դա է, դրանց չի պիտի մեղադրել։ Պարզապես նորից եմ կրկնում, իրենք այդ փողի համար, որ ստացել են, պետք է աշխատանք ցույց տան, գործ ցույց տան։ Եթե չէ իրենց դեմը նորից 2 կոպեկ փող չի շպրտելու արևմուտքը։ Իսկ այն մարդը, ով 2 կոպեկի համար պատրաստ է ծախել իր հայրենիքը, ծախել իր երկիրը, կապ չունի եպիսկոպոս է, arczepiskopos է, թե հասարակական ինչ-որ մի կազմակերպության ներկայացուցիչ է, այդ բոլորը դավաճաններ են։ Եվ իրոք պետք է Նիկոլին շնորհակալություն հայտնել, որ այս բոլոր դավաճաններին ինքը հանում է ջրի երես։ Եվ նորից եմ կրկնում, եթե Քրիստոսի ժամանակ Բուդդան կարողացավ մի կտոր պարան գտնել եւ խեղդամահ անել ինքը իրեն, այս մարդիկ դրա առիթը չեն ունենալու։ Եվ իրենց պատասխան տալը հայ ժողովրդի դեմ մի քիչ ուրիշ կերպ է լինելու։
Իրոք ես որպես անձ շնորհակալ եմ Նիկոլին, որ կարողացավ այսքան կեղտը ջրի երես անել բոլոր համակարգերում։ Ինչը չգիտեին, որ Կոնրադ Ադերնայեր հիմնադրամը ժամանակին ինչպես էր զբաղվում պետական ծառայողների մեջ հավաքագրումներ անցկացնել, նաև հիմա։ Կամ չգիտեին, որ Միացյալ Նահանգների տարբեր գերատեսչությունները փորձում էին տարբեր գերատեսչություններում մարդիկ որսալ, որպեսզի ծառայեն իրենց։ Գիտեին, բոլորը գիտեին։ Ռոբերտն էլ գիտեր, Լևոնն էլ գիտեր, Սերժն էլ գիտեր, բոլորը գիտեին։ Եվ որևիցե մեկը որևիցե մի բան չարավ։ Եվ այսօր այդ բոլոր նախկին նախագահները, նախկին կառավարությունները այսօր քար լռություն են պահպանում, քանի որ իրենք էլ սնվել են նույն տեղից։ Եվ նորից եմ ասում, այսօր արևմուտքին ձեռնտու է թույլ Հայաստան։ Եվ այդ թույլ Հայաստանը ստանալու համար ստեղծել է տեղեկատվական աղմուկ, որտեղ այդ մարդիկ եւ տիտղոսային ընդդիմությունը եւ իշխանությունը ընդհանուրի մեջ թույլատնում են Հայաստանը եւ հայ ժողովուրդը։ Եվ որպեսի այդ խաղի մեջ չընկնել եւ արևմուտքի ջրաղացի մեջ ջուր չլցնել, մենք պետք է հեռու մնանք զգացմունքայնությունից եւ զգացմունքային քայլերից, քանի որ դա վնասելու է բոլորիս։ Եվ պարոն Պետրոսյան, նաև դուք որ խոսեցիք ժողովրդին առաջնորդել է պետք, այսօր մեզ պետք են առաջնորդներ, որոնք հերու այդ կաթսայից հերու կլինեն, հա, այդ արևմտյան այդ կաթսայից կամ չգիտեմ, այդ կրակրատաշտից, որտեղ ինչպես դուք ձեր խոսքով ասած, ինչպես սնվել են, հա, նախկին իշխանությունները եւ իրենք եւս չեն կարողանում բացահայտ խոսել, պայքարել այս ամեն ինչի դեմ, պետք են մեզ նոր առաջնորդներ, սա է նշանակում ձեր խոսքը եւ հնարավոր է ի վերջո ի հայտ գան Միանշանակ այդ այո, առաջնորդները։ Բա հնարավոր է որ դրանք ի միանշանակ հայտ գան։ միանշանակի հայտ կգա։ Եթե այդ մտավախությունը չունենար արևմուտքը, որ ի հայտ են գալու նոր առաջնորդներ, Նիկոլին հրաման չէր տա, որ այսպիսի արշավանք սկսեն հայոց եկեղեցու դեմ։ Կամ Եվրամիությունը քանի 100 միլիոն եվրո չէր տրամադրի հաջորդ տարվա ընտրությունները քակերտավոր ժողովրդավար անցկացնելու համար։ Եվ քանի որ այդ ներուժը գոյություն ունի, իրենք դեռ վախենում են հայ ժողովրդից։ Այո, Երբ որ հսկայական իրենք սկսեն, գումարներ են հոսելու։ երբ որ իրենք սկսեն նմանատիպ բաները չֆինանսավորել, այդ ժամանակ պիտի հասկանալ, որ հայ ժողովրդի մահը եկել է եւ ինքը որպես ազգ գոյություն չունի։ Պարոն Պետրոսյան, Բայց քանի որ դեռ հսկայական միայն այն հանգամանքը, որ մեր ժողովրդի մեջ այս մարդիկ կան, թե հոգևոր դաշտում, թե քաղաքասարակությունում նաև, սա արդեն շատ լուրջ բան է, էլի, թեկուզ ասենք 54 եպիսկոպոսներից, թե 56, հա, թիվը այս պահին չեմ կարող հստակ ասել, բայց այդ քանակի, ընդամենը 9-ին թե 8-ին գտավ Փաշինյանը, բայց գտավ, չէ, գտավ բանակում էլ է գտել, քաղաքասարակությունում է, կրկնում եմ նորից հարցս, եւ սա մեզ համար ամենադառը ու դառը փաստն է, ամենաողբերգական իրողությունն է։ Նա կարողանում է փաստորեն գտնել հուդաներ։ Այս սրա դեմը պիտի առնել, որովհետև եթե նա այսպես դանդաղ բոլոր տեղերում այսպես անցկացնի իր ցանկացած գիծը իր եւ գտնի համախոներ, սա շատ վատ տեղ է տանում։ Որքանը մենք ներուժ անկեղծ ունենք։ ասած ես անկեղծ ասած հայ ժողովրդի ներուժը շատ ավելի մեծ է, քան դուք պատկերացնում եք։ Եվ ես նորից եմ շնորհակալություն հայտնում Նիկոլին, որ իր վարքագծով, իր վարած քաղաքականությունով կարողանում է այդ բոլոր թաքնված բորենիներին հանի ջրի տակից եւ փրփրի նման հանի ջրի երես։ Համանում է, որ չեզոքացնել Ինչ դրանք։ պիտի լիներ, կներեք, ինչ պիտի լիներ, որ դուք իմանայիք, որ մենք ունենք հայոց եկեղեցի մեջ 9 կամ 12 դավաճան arczepiskopos։ Չէի կարող իմանալ։
Կամ ինչպես պետք է իմանայիք, որ հայոց բանակում կամ ազգային անվտանգության ծառայությունում ունենք ներդրված մարդիկ, ովքեր ամեն ինչով լսում են արևմտյան դեսպանատներին։ Չէիք կարող իմանալ։ Կամ չէիք հասկանալ երբևիցե, որ արևմտյան հասարակական կազմակերպությունները, որոնց թիվը անցնում է 2000-ից, իրենք աշխատում են հայ ժողովրդի դեմ։ Երբեք չէիք հասկանա, եւ դրանք կշարունակեին իրենց քանդիչ աշխատանքները մեր մեջ։ Հիմա հարմար առիթ է, որ այս բոլորը եկել են ջրի երես։ Եվ հիմա արդեն պարզ է ով է եւ ով ինչ է անում։ Շատ Եվ լավ, իրենց պարզ է։ թիվը կներեք, եւ իրենց թիվը մեր ժողովրդի մեջ այսօր չի անցնում մի քանի հազարը։ Իրենց Փոքր ազգի համար ամախոհների, շատ իրենց է։ ընտանիքի եւ իրենց ամեն ինչով հազիվ կարող է լինեն 1 տասնյակ կամ 2 տասնյակ հազարի շրջանակներում։ Այնպես որ մեր ներուժը շատ ավելի մեծ է, քան այն ինչը որը կան այս բոլորը։ Եվ երկրորդ հերթին, ինձ աշխարհում մի ազգ, մի պետություն ցույց տվեք, որտեղ չկան դավաճաններ։ Բոլոր տեղերը կան։ Բոլոր տեղեր գտնվում են մարդիկ, ովքեր 2 կոպեկի համար պատրաստ են ծախեն ամեն ինչը։ Ցավոք։ Դեռ մեզ մոտ համեմատ օտար պետությունների թվականատը շատ քիչ է։ Եթե մենք հաշվենք, թե Միացյալ Նահանգները եւ արևմտյան մնացած պետությունները քանի տասնյակ միլիարդ դոլարներ են ծախսել, որպեսզի մեր ժողովրդի միջից վեր հանեն մի քանի հազար հոգու, կտեսնենք, որ մենք բավականին կայուն ենք։ Բավականին Հիմա, կայուն։ պարոն Պետրոսյան, հիմա մնում է, որ ինչպես ասեցիք, շնորհակալ լինելով Նիկոլ Փաշինյանին, որ այդ կեղտաջուրը վեր է հանում, միաժամանակ հնարավորություն ունենանք այդ կեղտաջուրը հեռացնելու, մեզանից հեռացնելու, հիմա որպեսզի նա այսպես Վստահ եղեք, որ կարող ենք չմնա ջրի հեռացնել։ երեսում, ինչպես չլսեցի։ Վստահ եղեք, որ այդ կեղտաջուրը, այդ փրփուրը հեռացվելու է։ Կարող եք չկասկածել։ Հուսանք, պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ։ Կարծում եմ, որ սա ոչ թե պարզապես հուսադրող խոսքեր էին, այլ դրա հիմքում կան Երեխան ծնվում է կներեք, երեխան ծնվում է 9 ամսվա ընթացքում։ Ինչքան էլ դուք ցանկություն ունենաք, ինչքան էլ շտապեք, որ ինքը շուտ ծնվի, ինքը շուտ չի ծնվելու։ 9 ամիսը պիտի լրանա եւ ինքը ծնվի։ դե ուրեմն սպասենք այդ երեխայի, որը փրկությունն է լինելու Հայաստանի, այդ ծննդյանը։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, հեռավար կապով ես զրուցում էի Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող թուրքագետ Վազգեն Պետրոսյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք։